Հայկ Գոնջորյան, պատրաստվի Մարինա Ղազարյանը։ Ասեցին ու գնացին էլի խրոխտ գործընկերներ։ Ուրեմն այսօր առավոտյան լուր եմ կարդում։ Նախկին падգամավոր Էրնեստ Սողոմոնյանից Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի Հյուսիսային պողոտայում գտնվող երկու բնակարան։ Ասում եմ, ով է Էրնեստ Սողոմոնյանը, չէի ճանաչում, նորմալ է, կարող եմ չճանաչեմ։ Մտա ստուգեցի, տեսա, որ Էրնեստ Սողոմոնյանը եղել է նախկին այո падգամավոր Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ է եղել։ Իդեպ Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին եւ Գագիկ Ծառուկյանի ես ոնց հասկանում եմ, այս Նոյան Տապանն էլ ապօրինի գույքով անցնելուց լինելու։ Դե հաշվի առնելով այս Նոյան Տապանի անձնակազմը, որ հիմա գնում է այնտեղ, իդեպ ինձ թվում է Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինքը տրոյական ձի սարքի, ինքը որ շլա Նոյան Տապան սարքի։ Խառնել։ Այնինչ, այո, այնինչ բովանդակությունը լրիվ տարբեր է։ Իբնե։ Չնայած նպատակը հասկանալի է, որ պիտի տրոյական ձի լինի, հաշվի առնելով անձնակազմից, որ այնտեղ է գնում։ Դա ոչ թե Նոյան Տապան, այլ տրոյական ձի, ու վերջում իրոք պարզվել է, որ այդ Նոյան Տապանը ինքը ապօրինի գույքով անցնում է։ Հա, բայց հետո ինչ պարզվեց, որ Էրնեստ Սողոմոնյանը Ռոբերտ Քոչարյանի նախկին գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայրն է, որը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով Հյուսիսային պողոտայում երկու բնակարան ունենալու վերաբերյալ։ Հիմա գնացին, պարոն Խաչատրյանը գնաց, ես ուզում եի նաև այս մասին հարց տալ։ Լավ, ասենք Լևոն Մկրտչյանին իրեն չի պատկանում։ Բա Ռոբերտ Քոչյանի 200 միլիոնը ում է պատկանում։ Իրան չի ալի պատկանում։ Բան Սերյան Օհանյանի բանը ապօրինի գույքը, որը որ դատախազությունը էլի բազմաթիվ անգամներ դրա մասին խոսել է, էլի իրան չի պատկանում, բա ում է պատկանում։ Իշխան Սաղաթելյանի ապօրինի գույքը ում է պատկանում։ Եվ այսպես շարունակ, այսինքն ոչ մեկինը ոչ մեկին չի պատկանում։ Լուրջ եք ասում, կամ Գառնիկ Դանիելյանը գնաց ափսոս։ Ուրեմն 16 միլիոնի ծրագրով մինչև այս պահը հաստատվել է 2319 տուն։ 16 միլիոնի ծրագրով վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում կառուցվել է 2300, այսինքն հաստատվել է այդ վարկերը, գումարը 2319 տուն, որից օրինակ Տավուշը առաջատարն է, 1530 տուն Տավուշում, 225 տուն Սյունիքում, 311-ը Վայոց ձորում, 108-ը Գեղարքունիքում, 145-ը Արարատում։ Հիմա օրինակ Ռոբերտ Քոչյանից պահանջվող 200 միլիոն թալանը, եթե օրինակ ուղղվեր այս 16 միլիոնի ծրագրով տներ կառուցելուն, համարյա 5000 հատ սենց տուն կարելի էր կառուցել Հայաստանի սահմանամերձ գյուղերում, բայց դա չի կառուցվել։ Այդ գյուղերը դատարկված են մնացել, մինչև այն պահը, երբ որ կառավարությունը որոշել է, որ այս քաղաքականությունը իրականացնի։ Օրինակ, ես ավարտելով, ես իմացա, որ եւ դա շատ տպավորիչ էր, որ բազմաթիվ գյուղերում, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, այդ բնակարանների առուտի բաժինը սկսվել է կառուցվել սահմանազատումից հետո։ Ու սա է եղել քաղաքացիների արձագանքը սահմանազատմանը։ Սրանից ավելի դրական արձագանք սահմանազատմանը ուղղակի չի կարող գոյություն ունենալ։ Եվ սրանից ավելի, այսպես շառաչուն ապտակ ընդդիմության քաղաքականությանը էլի չի կարող լինել։ Շնորհակալություն։ Մարինա Ղազարյան։